Երբ Կարպ Խաչվանկյանի անձնական գրասենյակը բացեցին նրա մահից հետո, գրասեղանի դարակում գտան փակ ծրար, կարմիր մոմով կնքված։ Վրան գրված էր. «Չբացել մինչև երկուսս էլ չլինենք»։ Ծրարի մեջ էր այն ճշմարտությունը, որը 50 տարի թաքցրել էին երկու մարդիկ՝ Կարպն ու Սվետլանան, ովքեր բեմում խաղում էին անբաժան զույգ, իսկ իրականում տասնամյակներ չէին խոսում միմյանց հետ։ Այդ նամակում Կարպը խոստովանում էր, որ տաքսի ներկայացումը դարձել էր նրանց երկուսի համուսի համար ոչ թե փառք, այլ ոսկե վանդակ, որտեղից փախուստի ճանապարհ չկար։ Նա գրել էր. «Մենք ատում էինք միմյանց, բայց ստիպված էինք ժպտալ եւ երգել սեր, որովհետեւ ժողովուրդը չէր ուզում տեսնել ճշմարտությունը»։ Ո՞վ էր թաքցրել այդ նամակը հանրությունից՝ ընտանիքը թե պրոդյուսերները։ Ինչու էր այդքան կարևոր, որ այս խոստովանությունը չտեսներ լույսը։ Եվ ամենակարևորը, ինչ էր պատահել այն երեկոյան, երբ Սվետլանան վերջին անգամ լքեց Կարպի գրասենյակը, դռները բախելով այնպես, որ ամբողջ թատրոնը լսեց։ 1970-րդ թվականներին, երբ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում առաջին անգամ բեմադրվեց տաքսի ներկայացումը, ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այս երաժշտական կոմեդիան կդառնա ազգային երևույթ։ Կարպ Խաչվանկյանը, 43 տարեկան դերասան, արդեն հայտնի էր իր կատակերգական ռոլերով, բայց Սվետլանա Գրիգորյանը, 28 տարեկան երգչուհի, նոր էր մտել թատրոնական աշխարհ։ Նրանց առաջին փորձը բեմում անսպասելի քիմիա ստեղծեց։ Կարպի կատակերգական տաղանդը եւ Սվետլանայի քնքուշ ձայնը միահյուսվեցին այնպիսի ներդաշնակությամբ, որ դահլիճը յուրաքանչյուր երեկո ոտքի էր ելնում։ Հանդիսատեսը տեսնում էր Կնյազին եւ Ռոզան, երկու սիրահար մարդկանց, ովքեր բեմում ապրում էին իրական զգացմունքներով։ Բայց ինչ էր տեղի ունենում հենց այն պահից, երբ վարագույրը իջնում էր։ Գրիմասենյակներում Կարպն ու Սվետլանան նստում էին հակառակ անկյուններում, առանց միմյանց նայելու։ Դերասանուհու գրիմորը Մարինե Սարգսյանը, որը 15 տարի աշխատել է թատրոնում, հիշում է. Երբ վարագույրը փակվում էր, Սվետլանան անմիջապես հանում էր իր զարդերը եւ առանց խոսքի դուրս էր գալիս։ Կարպը մնում էր մենակ, ծխելով եւ նայելով պատին։ Նրանք երբեք չէին նստում միասին, ոչ հանգստի ժամանակ, ոչ էլ փորձերից հետո։ Պատճառը թաքնված էր նրանց առաջին հանդիպման մեջ 1972 թվականի գարնանը, երբ ռեժիսոր Վարդան Աջեմյանը որոշեց, որ Սվետլանան պետք է լինի Ռոզան։ Կարպը դեմ էր այդ ընտրությանը։ Նա ուզում էր, որ դերը խաղա Արմինե Խաչատրյանը, իր երկարամյա գործընկերուհին, ում հետ արդեն ունեին փորձված թատերական քիմիա։ Բայց Աջեմյանը պնդում էր. Սվետլանայի ձայնը կտա այն թարմությունը, որ մեզ պետք է։ Առաջին փորձի ժամանակ Կարպը մտավ դահլիճ ուշացած 20 րոպե, ծխախոտի հոտով եւ անտարբեր դեմքով։ Սվետլանան արդեն կանգնած էր բեմում, սպասելով իր գործընկերոջը։ Երբ Կարպը վերջապես բարձրացավ բեմ, նա նայեց Սվետլանային եւ առանց ողջույնի ասաց. «Սկսենք, որ վերջացնենք»։ Այդ առաջին հանդիպումից Սվետլանան հասկացավ. Կարպը չի ուզում նրա հետ աշխատել։ Բայց ավելի վատն այն էր, որ Կարպը բացահայտորեն ցույց էր տալիս իր անհամբերությունը, ընդհատելով Սվետլանայի երգը, քննադատելով նրա շարժումները, նույնիսկ ծաղրելով նրա արտասանությունը։ Ռեժիսորը փորձում էր հարթեցնել իրավիճակը, բայց Կարպը չէր փոխվում։ Ինչու էր այդքան թշնամաբար վերաբերվում երիտասարդ դերասանուհուն։ Արդյոք դա պարզապես մասնագիտական նախապաշարմունք էր, թե ավելի խորը անձնական պատճառներ ուներ։ Ճշմարտությունը բացահայտվեց տարիներ անց, երբ Կարպի մերձավոր ընկերը, դերասան Հրաչ Պետրոսյանը, հրապարակեց իր հուշերը։ Նա գրեց, որ Կարպը սիրահարված էր եղել Արմինե Խաչատրյանին, իր երկարամյա գործընկերուհուն, բայց Արմինեն մերժել էր նրան։ Երբ Սվետլանան ստացավ Ռոզայի դերը, այն դերը, որը Կարպը երազել էր տեսնել Արմինեի կատարմամբ, նա զգաց, որ Սվետլանան խլել է իր վերջին հնարավորությունը մոտենալ Արմինեին։ Այս անձնական ցավը Կարպը փոխակերպեց մասնագիտական ցրտության եւ թաքնված թշնամանքի։ Սվետլանան չգիտեր այս պատմությունը, բայց զգում էր Կարպի ատելությունը յուրաքանչյուր փորձի ժամանակ։ Նա լացում էր գրիմասենյակում, բայց երբ բարձրանում էր բեմ, դիմակ էր դնում եւ դառնում Ռոզա, սիրող եւ նվիրված կին։ Այս կրկնակի կյանքը սկսեց քայքայել նրան ներսից, բայց ամենավատը դեռ առաջ էր։ 1974 թվականին, երբ տաքսին արդեն դարձել էր լեգենդար ներկայացում, պրոդյուսեր Արամ Գևորգյանը կանչեց Կարպին ու Սվետլանային իր գրասենյակ եւ ասաց նրանց մի բան, որը փոխեց նրանց կյանքը ընդմիշտ։ Արամ Գևորգյանը նստած էր իր մեծ կաշվե աթոռին, ծխելով թանկարժեք սիգար եւ նայելով երկու դերասաններին, ովքեր կանգնած էին նրա գրասեղանի դիմաց, հեռու միմյանցից։ Նա ասաց. «Ես գիտեմ, որ դուք չեք սիրում միմյանց։ Ամբողջ թատրոնը գիտի դա, բայց ժողովուրդը չգիտի եւ չպետք է իմանա։
Դուք պետք է դառնաք զույգ ոչ միայն բեմում, այլև հանրության աչքում։ Կարպը փորձեց բողոքել, բայց Գևորգյանը բարձրացրեց ձեռքը։ Լսեք ինձ մինչև վերջ։ Մենք պատրաստում ենք հեռուստատեսային հատուկ ծրագիր, որտեղ դուք երկուսդ պետք է հարցազրույց տաք որպես իրական ընկերներ, նույնիսկ որպես ընտանիք։ Մենք պետք է ստեղծենք legend, Քնյազն ու Ռոզան իրական կյանքում են անբաժան։ Սվետլանան զգաց, թե ինչպես է սառչում նրա արյունը։ Նա նայեց Կարպին, ով խռովված էր քայլում գրասենյակում։ Գևորգյանը շարունակեց. Եթե դուք չհամաձայնվեք, ես կկորցնեմ պայմանագիրը հեռուստատեսության հետ եւ ներկայացումը կփակվի։ 250 մարդ կմնա առանց աշխատանքի, դերասաններ, երաժիշտներ, տեխնիկական անձնակազմ։ Դուք պատրաստ եք այդ պատասխանատվությանը։ Սա էր այն պահը, երբ Կարպն ու Սվետլանան դարձան գերիներ։ Նրանք համաձայնվեցին ոչ թե իրենց համար, այլ այն մարդկանց համար, ովքեր կախված էին տաքսի հաջողությունից։ Հեռուստահաղորդումը նկարահանվեց 1975 թվականի աշնանը։ Կարպն ու Սվետլանան նստած էին դիվանին, ժպտում եւ պատմում, թե ինչպես են նրանք դարձել անբաժան զույգ բեմում։ Սվետլանան ասաց. Կարպը ինձ համար ավելին է, քան գործընկեր, նա ինձ համար ընտանիք է։ Կարպը ավելացրեց. Սվետլանայի հետ աշխատելը ինձ համար օրհնություն է։ Բայց նկարահանումների ընդմիջումներին նրանք նստում էին հակառակ անկյուններում, առանց միմյանց նայելու։ Օպերատոր Գագիկ Մանուկյանը, ով նկարահանում էր այդ հաղորդումը, հիշում է. Երբ ռեժիսորը ասում էր կտրել, Սվետլանան անմիջապես հեռանում էր Կարպից։ Մենք ստիպված էինք նկարահանել յուրաքանչյուր տեսարան մի քանի անգամ, որովհետև նրանց դեմքերից անկեղծությունը անհետանում էր, հենց որ կարծում էին, թե տեսախցիկը անջատված է։ Այդ հաղորդումը դարձավ ազգային սենսացիա։ Ժողովուրդը հավատաց, որ Կարպն ու Սվետլանան իրոք են լավագույն ընկերներ, բայց իրականում այդ հաղորդումից հետո նրանց հարաբերությունները դարձան ավելի վատ։ Սվետլանան զգաց, որ դավաճանել է ինքն իրեն, խաղալով երջանկություն, որը չկար։ Կարպը զգաց, որ դարձել է մարիոնետ, պրոդյուսերի ձեռքում, եւ ամենավատը, նրանք հասկացան, որ այլևս չեն կարող փախչել այս դերից։ 1976 թվականին Արամ Գևորգյանը ստորագրեց նոր պայմանագիր։ Տաքսին պետք է ներկայացվեր ամեն երեկո, առանց ընդմիջման, 5 տարի շարունակ։ Սա նշանակում էր, որ Կարպն ու Սվետլանան պետք է խաղային Կնյազին եւ Ռոզան 1800 ներկայացում։ Երբ նրանք իմացան այս լուրը, Սվետլանան փակվեց իր գրիմասենյակում եւ լաց եղավ 3 ժամ շարունակ։ Կարպը գնաց բարի մոտ եւ խմեց մինչեւ առավոտ։ Բայց հաջորդ երեկո նրանք երկուսն էլ կանգնած էին բեմում, ժպտում եւ երգում։ Դահլիճը լի էր, հանդիսատեսը ծափահարում էր, բայց Կարպի ու Սվետլանայի աչքերում արդեն չկար այն կրակը, որը եղել էր առաջին ներկայացումներում։ Նրանք դարձել էին մեքենաներ, կրկնելով նույն տողերը, նույն շարժումները, նույն ժպիտները։ Գրիմոր Մարինե Սարգսյանը հիշում է, Սվետլանայի դեմքը սկսեց փոխվել։ Նա նիհարեց, աչքերի տակ սև շրջանակներ հայտնվեցին։ Ես հարցրի նրան, ամեն ինչ լավ է, եւ նա պատասխանեց. ես պարզապես հոգնած եմ։ Բայց դա ոչ թե հոգնածություն էր, այլ հուսահատություն։ Կարպը սկսեց ավելի շատ խմել։ Նա գալիս էր փորձերի, ալկոհոլի հոտով, եւ ռեժիսորը ստիպված էր փակել աչքերը, որովհետեւ Կարպն անփոխարինելի էր։ 1977 թվականին տեղի ունեցավ այն դեպքը, որը վերջնականապես կոտրեց Կարպի ու Սվետլանայի հարաբերությունները։ Ներկայացումից հետո, երբ հանդիսատեսը արդեն հեռացել էր, Սվետլանան մտավ Կարպի գրիմասենյակ, առանց թակելու։ Նա ուզում էր խոսել նրա հետ, գտնել ելք այս անտանելի իրավիճակից։ Բայց Կարպը նստած էր իր աթոռին, խմած եւ զայրացած։ Երբ Սվետլանան սկսեց խոսել, Կարպը ընդհատեց նրան. Դու ինձ համար ոչինչ չես, դու պարզապես գործիք ես, որով ես վաստակում եմ փող։ Մի մտածիր, որ մենք ընկերներ ենք, որովհետև բեմում ժպտում ենք միմյանց։ Սվետլանան սառեց։ Նա նայեց Կարպին եւ հանկարծ հասկացավ. այս մարդը երբեք չի փոխվի։ Նա դուրս եկավ գրիմասենյակից, բախելով դռները այնպես, որ ամբողջ թատրոնը լսեց։ Այդ օրվանից նրանք երբեք այլևս չխոսեցին միմյանց հետ, բացի բեմական տեքստից։ Նրանք շարունակեցին խաղալ Կնյազին եւ Ռոզան, բայց իրական կյանքում դարձան օտարներ։ Ինչպես էին նրանք կարողանում շարունակել այս կրկնակի կյանքը։ Ինչպես էին դիմանում այն ճնշմանը, որը ստեղծել էր տաքսի հաջողությունը։ Եվ ամենակարևորը, ինչպես էր այս թշնամանքը ազդելու նրանց ապագայի վրա։ 1978 թվականին Սվետլանա Գրիգորյանը փորձեց լքել թատրոնը։ Նա գնաց Արամ Գևորգյանի գրասենյակ եւ ասաց. ես այլևս չեմ կարող շարունակել։ Ես ուզում եմ հեռանալ։ Գևորգյանը նայեց նրան եւ հանեց իր գրասեղանի դարակից մի փաստաթուղթ։ Դա պայմանագիր էր, որը Սվետլանան ստորագրել էր 5 տարի առաջ։
Գևորգյանը ասաց. Եթե դուք լքեք ներկայացումը մինչև պայմանագրի ավարտը, դուք պետք է վճարեք տուգանք 50,000 ռուբլի։ Դուք ունեք այդ գումարը։ Սվետլանան գիտեր, որ չունի։ Նրա ամսական աշխատավարձը եղել է 200 ռուբլի, եւ նա պետք է աշխատեր 20 տարի, որպեսզի հավաքեր այդ գումարը։ Նա հասկացավ, որ գերի է։ Գևորգյանը շարունակեց. Բացի այդ, եթե դուք լքեք, Կարպը կմնա առանց գործընկերուհու, եւ ներկայացումը կփակվի։ Դուք պատրաստ եք կործանել 250 մարդու կյանքը։ Սվետլանան դուրս եկավ գրասենյակից ջախջախված։ Նա հասկացավ, որ իր կյանքը այլևս իրեն չի պատկանում։ Նա դարձել էր գերի, ոչ թե բանտում, այլ բեմում, որտեղ ամեն երեկո պետք է ժպտար եւ երգեր սեր, որը չկար։ Կարպ Խաչվանկյանը նույնպես փորձեց փախչել։ 1981 թվականին նա ստացավ առաջարկ խաղալ կինոֆիլմում, որը նկարահանվելու էր Մոսկվայում։ Սա նրա համար հնարավորություն էր հեռանալ Երևանից, հեռանալ տաքսի-տաքսիից, հեռանալ Սվետլանայից։ Բայց երբ նա ասաց Գևորգյանին, որ ուզում է ընդունել այդ առաջարկը, պրոդյուսերը պատասխանեց. Եթե դուք գնաք, ես կդիմեմ դատարան եւ կպահանջեմ փոխհատուցում 100,000 ռուբլի կորցրած եկամուտների համար։ Կարպը գիտեր, որ Գևորգյանը ունի կապեր իշխանության մեջ եւ կարող է իրականացնել իր սպառնալիքը։ Նա մերժեց կինոյի առաջարկը եւ մնաց թատրոնում։ Այդ օրվանից Կարպը սկսեց ատել ոչ միայն Սվետլանային, այլև ինքն իրեն իր թուլության համար։ Նա սկսեց ավելի շատ խմել եւ նրա առողջությունը սկսեց վատանալ։ Բայց ամեն երեկո նա բարձրանում էր բեմ եւ խաղում Կտնյազին, այն մարդուն, ով երջանիկ էր եւ սիրված։ Իսկ իրական Կարպը մեռնում էր ներսից։ Ամեն օր, ամեն ներկայացումից հետո։ 1982 թվականին տաքսի-տաքսին նշեց իր 10-րդ տարեդարձը։ Մեծ հանդիսավոր միջոցառում կազմակերպվեց, որտեղ Կարպն ու Սվետլանան պետք է ելույթ ունենային եւ շնորհակալություն հայտնեին հանդիսատեսին։ Նրանք կանգրեցին բեմում, կողք կողքի, ժպտում էին եւ ասում շնորհակալական խոսքեր։ Բայց ում համար էին նրանք շնորհակալ։ Այն մարդկանց համար, ովքեր սիրում էին նրանց բեմական կերպարները, բայց չգիտեին նրանց իրական ցավը։ Այն պրոդյուսերի համար, ով դարձրել էր նրանց գերիներ։ Այն համակարգի համար, որը թույլ էր տալիս, որ արվեստագետները դառնան ապրանք։ Հանդիսությունից հետո Սվետլանան գնաց տուն եւ նստեց իր պատշգամբում, նայելով Երևանի լույսերին։ Նա մտածեց. ինչպես է հնարավոր, որ մարդը կարող է ապրել երկու կյանք միաժամանակ, մեկը բեմում, մյուսը իրականում, եւ այդ երկու կյանքերը լինեն այդքան տարբեր, որ կարծես երկու տարբեր մարդիկ են։ Նա հասկացավ, որ կորցրել է ինքն իրեն։ Ինչ որտեղ այդ 10 տարիների ընթացքում, երբ ամեն երեկո դնում էր Ռոզայի դիմակը եւ մոռանում էր, թե ով է իրականում Սվետլանան։ Կարպ Խաչվանկյանը նույնպես կորցրել էր ինքն իրեն։ Նա նայում էր հայելուն եւ չէր ճանաչում այն մարդուն, ով նայում էր նրան հետ։ Դեմքը ուռած էր ալկոհոլից, աչքերը կարմիր եւ հոգնած, մազերը ջերմակ։ Նա հիշում էր այն երիտասարդ դերասանին, ով երազում էր մեծ դերերի մասին, ով ուզում էր փոխել աշխարհը իր արվեստով։ Բայց այդ երիտասարդը մեռել էր, ինչ որտեղ տաքսի-տաքսիի հազարավոր ներկայացումների մեջ։ Այժմ մնացել էր միայն Կնյազը, բեմական կերպարը, որը ավելի իրական էր, քան ինքը։ Եվ ամենավատը, Կարպը գիտեր, որ այլևս չի կարող փախչել։ Նա դատապարտված էր խաղալ Կնյազին մինչև իր կյանքի վերջ, որովհետև ժողովուրդը չէր ուզում տեսնել իրական Կարպին։ Նրանք ուզում էին տեսնել Կնյազին, այն կատակերգական երջանիկ սիրող մարդուն, ով գոյություն ուներ միայն բեմում։ 1984 թվականին Սվետլանա Գրիգորյանը հիվանդացավ։ Նա ստացավ ծանր բրոնխիտ եւ բժիշկները ասացին, որ նա պետք է հանգստանա 3 ամիս։ Բայց Ալամ Գևորգյանը չթույլ տվեց։ Նա ասաց. «Մենք չունենք ձեր փոխարինող։ Եթե դուք չխաղաք, ներկայացումը կդադարի եւ մենք կորցնենք միլիոններ»։ Սվետլանան ստիպված էր վերադառնալ բեմ, հիվանդ, թույլ, հազալով։ Նա երգում էր, բայց նրա ձայնը այլևս չուներ այն ուժը, որը եղել էր առաջ։ Հանդիսատեսը նկատում էր, բայց Գևորգյանը ասում էր. «Նրանք կսովորեն»։ Կարպը տեսնում էր, որ Սվետլանան տառապում է, բայց նա ոչինչ չասաց։ Նա լռեց, որովհետև նա ինքը նույնպես էր գերի։ Եվ այդպես նրանք շարունակեցին, երկու գերիներ, ովքեր խաղում էին սեր բեմում, բայց իրականում ատում էին միմյանց եւ ատում էին այն համակարգը, որը դարձրել էր նրանց մարիոնետներ։ 1985 թվականին տեղի ունեցավ դեպք, որը ցույց տվեց, թե որքան խորն էր Կարպի ու Սվետլանայի թշնամանքը։ Ներկայացումից հետո լրագրողը հարցրեց Կարպին. «Ինչպես եք դուք եւ Սվետլանան պահպանում ձեր բարեկամությունը այսքան տարիներ»։ Կարպը նայեց լրագրողին եւ մի վայրկյան լռեց։ Ապա նա ժպտաց եւ ասաց. «Մենք չունենք բարեկամություն, մենք ունենք պայմանագիր»։ Լրագրողը կարծեց, որ դա կատակ է եւ ծիծաղեց, բայց Կարպը չէր ծիծաղում։ Նա շրջվեց եւ հեռացավ։
Այդ հարցազրույցը երբեք չհրապարակվեց, որովհետև Գևորգյանը վճարեց լրագրողին, որպեսզի նա ոչնչացներ ձայնագրությունը։ Բայց այդ պահը մնաց լրագրողի հիշողության մեջ, եւ տարիներ անց նա պատմեց այդ պատմությունը։ Սվետլանան լսեց Կարպի խոսքերի մասին եւ զգաց ազատություն։ Վերջապես ինչ-որ մեկը ասել էր ճշմարտությունը։ Բայց միաժամանակ նա զգաց ցավ, որովհետև հասկացավ, նրանց կյանքը դարձել էր սուտ, որը բոլորը գիտեին, բայց ոչ ոք չէր ուզում խոստովանել։ 1986 թվականին Կարպ Խաչվանկյանը սկսեց գրել իր հուշերը։ Նա գրում էր գիշերները, երբ չէր կարողանում քնել, երբ ալկոհոլ այլևս չէր օգնում մոռանալ։ Նա գրում էր ճշմարտությունը, թե ինչպես տաքսին դարձավ նրա անեծք, թե ինչպես նա կորցրեց իր ազատությունը, թե ինչպես նա ստիպված էր ատել Սվետլանային, որովհետև նա խորհրդանշում էր այն բոլորը, ինչ Կարպը կորցրել էր։ Նա գրեց. «Ես երբեք չեմ ներել Սվետլանային, ոչ թե նրա մեղքի համար, այլ իմ սեփական թուլության համար։ Ես ատում էի նրան, որովհետև ամեն անգամ, երբ տեսնում էի նրան, հիշում էի, որ ես գերի եմ»։ Այդ հուշերը Կարպը թաքցրեց կարմիր ծրարի մեջ եւ կնքեց մոմով։ Նա գրեց վրան. «Չբացել մինչև երկուսս էլ չլինենք»։ Ինչու էր նա ուզում, որ այդ ճշմարտությունը բացահայտվի միայն նրանց մահից հետո։ Արդյոք նա վախենում էր սկանդալից, թե ուզում էր պաշտպանել Սվետլանային։ Կամ գուցե նա պարզապես ուզում էր, որ աշխարհը իմանա, նրանք երկուսն էլ եղել են զոհեր, ոչ թե հերոսներ։ Երբ Սվետլանա Գրիգորյանի անձնական բժիշկը Աննա Հովանիսյանը խախտեց բժշկական գաղտնիությունը 1989 թվականին, նա բացահայտեց այն, ինչ տասնամյակներ թաքցվել էր հանրությունից։ Նա ասաց. «Սվետլանան ինձ մոտ եկավ 1981 թվականին, ամբողջությամբ ջախջախված։ Նրա ձեռքերը դողում էին անընդհատ, նա կորցրել էր 12 կիլոգրամ քաշ 3 ամսում, եւ ամենավատը, նրա ձայնը սկսել էր կորչել։ Ես նրան հարցրի, ինչ է պատահել, եւ նա պատասխանեց. ես չեմ կարող շնչել այն օդը, որը շնչում է Կարպը։ Ես չհասկացա անմիջապես, բայց ապա նա ինձ ասաց ամբողջ ճշմարտությունը, թե ինչպես է նա ստիպված ամեն երեկո կանգնել բեմում այն մարդու կողքին, ով նրան ատում է, եւ ինչպես է այդ ատելությունը սպանում նրան ներսից։ Բժիշկը նախագրեց Սվետլանային հանգստի ռեժիմ եւ հոգեբանական օգնություն, բայց Սվետլանան չկարողացավ օգտվել այդ նախագրությունից, որովհետև Արամ Գևորգյանը սպառնաց նրան, եթե նա բաց թողնի գոնե մեկ ներկայացում, նա կվճարի տուգանք, յուրաքանչյուր բաց թողնված երեկոյի համար 3000 ռուբլի։ Սվետլանան հաշվեց, եթե նա հանգստանա 3 ամիս, ինչպես բժիշկը խորհուրդ էր տվել, նա պետք է վճարեր 270,000 ռուբլի։ Սա գումար է, որը նա չէր վաստակի ամբողջ կյանքում։ Նա վերադարձավ բեմ, հիվանդ, թույլ, կոտրված։ Բժիշկ Հովանիսյանը հիշում է. «Ես տեսա, թե ինչպես է Սվետլանան մեռնում ամեն օր։ Նա գալիս էր ինձ մոտ լացելու, բողոքելու, բայց ես ոչինչ չէի կարող անել։ Ես բժիշկ էի, ոչ թե փրկարար։ Ինչպես կարող էր համակարգը թույլ տալ, որ մարդը մեռնի բեմում, հանրության ծափահարությունների տակ։ Ով էր պատասխանատու այդ դանդաղ սպանության համար»։ 1982 թվականի ձմեռը Կարպ Խաչվանկյանը սկսեց ունենալ տարօրինակ սովորություններ, որոնք ցույց էին տալիս նրա հոգեկան վիճակի վատթարացումը։ Նա պահանջում էր, որ նրա գրիմասենյակի դուռը միշտ փակ լինի երկու փականով, որովհետև վախենում էր, որ Սվետլանան կարող է մտնել առանց թակելու։ Նա սկսեց ստուգել իր կերակուրը, մինչև ուտելը, որովհետև համոզված էր, որ ինչ-որ մեկը փորձում է նրան թունավորել։ Թատրոնի տնօրեն Վահագն Սարգսյանը հիշում է. «Կարպը դարձել էր պարանոիկ։ Նա մեզ ասում էր, որ Սվետլանան եւ Գևորգյանը դաշինք են կազմել նրան ոչնչացնելու համար, որպեսզի նրանք կարողանան շարունակել ներկայացումը նոր դերասանով։ Մենք փորձում էինք նրան համոզել, որ դա անհեթեթություն է, բայց նա չէր լսում»։ Կարպի վախերը հասան գագաթնակետի, երբ նա սկսեց պահանջել, որ նրա եւ Սվետլանայի գրիմասենյակները լինեն տարբեր հարկերում։ Թատրոնի ադմինիստրացիան համաձայնվեց եւ Կարպին տեղափոխեցին երրորդ հարկ, մինչդեռ Սվետլանան մնաց առաջին հարկում։ Բայց նույնիսկ այդ ֆիզիկական հեռավորությունը չօգնեց Կարպին։ Նա շարունակում էր զգալ Սվետլանայի ներկայությունը, նույնիսկ երբ նրանք չէին տեսնում միմյանց։ Շրջապատի մարդիկ սկսեցին նկատել, որ Կարպը խոսում է ինքն իր հետ, երբ կարծում է, որ ոչ ոք չի լսում։ Նա կրկնում էր. «Ես պետք է փախչեմ, ես պետք է փախչեմ», բայց երբ հարցնում էին որտեղից, նա լռում էր։ Արդյոք Կարպը փախչում էր Սվետլանայից, թատրոնից, թե ինքն իրենից։ 1983 թվականի գարնանը տեղի ունեցավ դեպք, որը ցույց տվեց, թե որքան թունավոր էր դարձել Կարպի եւ Սվետլանայի հարաբերությունը։ Ներկայացման ժամանակ, երբ նրանք պետք է կատարեին հայտնի երկխոսությունը, որտեղ Կնյազը եւ Ռոզան խոստովանում են իրենց սերը, Կարպը հանկարծ դադարեցրեց խաղը։ Նա կանգ առավ բեմի կենտրոնում եւ նայեց Սվետլանային այնպիսի ատելությամբ, որ ամբողջ դահլիճը զգաց լարվածությունը։
Սվետլանան փորձեց շարունակել տեքստը, բայց Կարպը չէր շարժվում։ Նա պարզապես կանգնած էր եւ նայում նրան։ Հանդիսատեսը սկսեց անհանգստանալ, մարդիկ շշնջում էին։ Ռեժիսորը փորձեց ազդանշան տալ Կարպին շարունակելու համար, բայց Կարպը անտեսեց։ Վերջապես 30 վայրկյան լռությունից հետո Կարպը շարունակեց խաղը, բայց նրա ձայնը դողում էր զայրույթից։ Ներկայացումից հետո Սվետլանան գնաց Կարպի գրիմասենյակ եւ հարցրեց. «Ինչու արեցիր դա»։ Կարպը պատասխանեց. «Որովհետեւ ես այլևս չեմ կարող նայել քեզ եւ ասել ես քեզ սիրում եմ, երբ իրականում ուզում եմ ասել ես քեզ ատում եմ»։ Սվետլանան զգաց, թե ինչպես է նրա սիրտը կոտրվում։ Ոչ թե Կարպի ատելության պատճառով, այլ այն իրականության պատճառով, որ նրանք երկուսն էլ դատապարտված էին շարունակել այս տանջանքը։ Նա դուրս եկավ գրիմասենյակից եւ գիտեր, ինչ որ բան պետք է փոխվի, այլապես նրանք երկուսն էլ կմեռնեն այդ բեմում։ 1984 թվականին Արամ Գևորգյանը կազմակերպեց գաղտնի հանդիպում իր գրասենյակում։ Ներկա էին 5 մարդ։ Մշակույթի նախարարության ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը, Երևանի քաղաքապետարանի ֆինանսական տնօրեն Գագիկ Ավագյանը, հայտնի բիզնեսմեն Վահե Մկրտչյանը, ով վերահսկում էր քաղաքի մի քանի ռեստորաններ, եւ ինքը, Գևորգյանը։ 5-րդը եղավ անծանոթ մարդ, մութ հագնոցներով, ում անունը երբեք չբացահայտվեց։ Այդ հանդիպման մասին տեղեկություններ հայտնի դարձան միայն 10 տարի անց, երբ Պետրոսյանի անձնական օրագիրը հրապարակվեց։ Նա գրել էր. «Գևորգյանը մեզ ասաց, որ տաքսին բերում է տարեկան 5 միլիոն ռուբլի եկամուտ, բայց Կարպի եւ Սվետլանայի հարաբերությունները սպառնում են ամեն ինչ ոչնչացնել»։ Նա առաջարկեց լուծում. «Մենք պետք է ստեղծենք վերահսկման մեխանիզմ, որը կապահովի, որ Կարպն ու Սվետլանան երբեք չկարողանան լքել ներկայացումը»։ Այդ մեխանիզմը ներառում էր նոր պայմանագրեր, ավելի խիստ տույժերով, գաղտնի հսկողություն նրանց անձնական կյանքինի նկատմամբ եւ նույնիսկ սպառնալիքներ նրանց ընտանիքների հասցեին։ Անծանոթ մարդը մութ ակնոցներով ասաց. «Եթե նրանք փորձեն փախչել, մենք կգտնենք ճանապարհներ նրանց կանգնեցնելու։ Մենք ունենք կապեր ամենուր, միլիցիայում, դատարաններում, նույնիսկ հիվանդանոցներում»։ Պետրոսյանը գրել է. «Ես նստած էի այդ սենյակում եւ հասկանում, որ մասնակցում եմ ոչինչ պակաս, քան երկու մարդկանց ստրկացմանը, բայց ես լռեցի, որովհետեւ գիտեի, եթե ես բողոքեմ, ես կորցնեմ իմ պաշտոնը եւ գուցե ավելին»։ Ո՞վ էին այդ մարդիկ, ովքեր որոշում էին Կարպի եւ Սվետլանայի ճակատագիրը։ Ինչպես կարող էր համակարգը թույլ տալ, որ 5 մարդ փակ սենյակում, ծխելով եւ խմելով, որոշեն երկու արվեստագետների ապագան։ Այդ գաղտնի հանդիպումից հետո Կարպն ու Սվետլանան զգացին, որ ինչ որ բան փոխվել է։ Նրանց շուրջը հայտնվեցին նոր մարդիկ, օգնականներ, ովքեր միշտ ներկա էին փորձերին, ներկայացումներին, նույնիսկ նրանց անձնական ժամանակին։ Սվետլանան նկատեց, որ նրա բնակարանի մոտ միշտ կանգնած է նույն մեքենան, սև Վոլգա, որի վարորդը կարդում էր թերթ, բայց երբեք չէր հեռանում։ Կարպը նկատեց, որ նրա հեռախոսազրույցները ունեն տարօրինակ ձայներ, կարծես ինչ որ մեկը լսում է։ Երբ նա հարցրեց Գևորգյանին այդ մասին, պրոդյուսերը ժպտաց եւ ասաց. «Դուք պարանոիկ եք դառնում, Կարպ, ոչ ոք ձեզ չի հետևում»։ Բայց Կարպը գիտեր, որ դա ճշմարտություն չէ։ Նա զգում էր, որ դարձել է գերի ոչ միայն պայմանագրի, այլև անտեսանելի ցանցի, որը փակվել էր նրա շուրջը։ Սվետլանան նույնպես զգում էր այդ ցանցը։ Նա փորձեց խոսել իր ընտանիքի հետ, հորը եւ մորը, բայց նրանք ասացին. «Դու պետք է շարունակես։ Դու չես կարող հիմա դադարեցնել, դու շատ բան ես ներդրել»։ Սվետլանան հասկացավ, որ նույնիսկ նրա ընտանիքը չի հասկանում նրա ցավը։ Նրանք տեսնում էին միայն փառքը եւ փողը, բայց չէին տեսնում այն գինը, որը Սվետլանան վճարում էր ամեն օր։ Նա զգաց ամբողջական մենակություն, շրջապատված հարյուրավոր մարդկանցով, ովքեր սիրում էին Ռոզան, բայց ոչ ոք չէր սիրում Սվետլանային։ 1985 թվականի աշնանը Կարպ Խաչմանկյանը փորձեց վերջին անգամ փախչել։ Նա գաղտնի պլանավորեց մեկնել Մոսկվա առանց ասելու ում է վե։ Նա գնեց Տոմս, պատրաստեց իր իրերը եւ պլանավորեց հեռանալ ներկայացումից հետո, գիշերային գնացքով։ Բայց երբ նա եկավ կայարան, նրան սպասում էր Արամ Գևորգյանը, երկու անծանոթ մարդկանց հետ։ Գևորգյանը ասաց. «Ուր էիք գնալու կատարդ»։ Կարպը փորձեց բացատրել, որ պարզապես ուզում է հանգստանալ մի քանի օր, բայց Գևորգյանը ընդհատեց. «Դուք գիտեք, որ չեք կարող հեռանալ առանց իմ թույլտվության։ Դուք ունեք պայմանագիր, եւ եթե դուք այն խախտեք, հետևանքները կլինեն շատ լուրջ»։ Անծանոթ մարդիկ մոտեցան Կարպին եւ վերցրեցին նրա ճամպրուկը։ Կարպը զգաց անզորություն։ Նա հասկացավ, որ նույնիսկ փախուստը հնարավոր չէ։ Նրանք տարան նրան հետ թատրոն, եւ Գևորգյանը ասաց.
Վաղը դուք կունենաք ներկայացում, եւ դուք կլինեք այնտեղ։ Եվ յուրաքանչյուր հաջորդ օր դուք կլինեք այնտեղ, մինչև ես ասեմ, որ կարող եք դադարել։ Կարպը գիտեր, որ պարտվել է։ Նա վերադարձավ իր գրիմասենյակ եւ նստեց մութ անկյունում, լացելով առաջին անգամ 10 տարվա ընթացքում։ Նա լաց էր լինում ոչ թե իր համար, այլ այն մարդու համար, ով նա երբեմն եղել էր, ազատ, երազող, լիլի հույսերով։ Այդ մարդը մեռել էր, եւ նրա տեղը մնացել էր միայն դատարկ թաղանթ, կնյազը, ով ապրում էր միայն բեմում։ Սվետլանա Գրիգորյանը լսեց Կարպի փախուստի փորձի մասին հաջորդ օրը գրիմոր Մարինե Սարգսյանից։ Նա զգաց տարօրինակ զգացում, խառնուրդ ցավի եւ ազատության։ Ցավ, որովհետեւ հասկացավ, որ Կարպը նույնպես տառապում է ինչպես նա։ Ազատություն, որովհետեւ հասկացավ, որ նա ոչ միայն մենակ է այս տանջանքի մեջ։ Նա ուզում էր գնալ Կարպի մոտ, խոսել նրա հետ, գուցե առաջին անգամ 10 տարվա ընթացքում իսկապես խոսել, ոչ թե որպես Ռոզա եւ կնյազ, այլ որպես Սվետլանա եւ Կարպ։ Բայց երբ նա մոտեցավ նրա գրիմասենյակի դռանը, նա լսեց Կարպի ձայնը, խոսում ինչ-որ մեկի հետ հեռախոսով։ Կարպը ասում էր. «Ես ատում եմ նրան։ Ես ատում եմ Սվետլանային ավելի, քան ինչ-որ մեկին իմ կյանքում։ Նա խորհրդանշում է այն ամենը, ինչ ես կորցրել եմ»։ Սվետլանան սառեց։ Նա կարծում էր, որ արդեն գիտի, թե որքան է Կարպը ատում իրեն, բայց այդ խոսքերը լսելը ուղղակիորեն նրա բերանից էր այլ բան։ Նա հեռացավ դռնից եւ վերադարձավ իր գրիմասենյակ։ Նա նստեց հայելու առջև եւ նայեց իր դեմքին, այն դեմքին, որը հազարավոր մարդիկ սիրում էին, բայց որը Կարպը ատում էր։ Նա հարցրեց ինքն իրեն. «Ինչու ենք մենք շարունակում սա։ Ինչու ենք մենք չդադարեցնում այս տանջանքը»։ Բայց նա գիտեր պատասխանը։ Նրանք շարունակում էին, որովհետև չունեին ընտրություն։ Նրանք շարունակում էին, որովհետև համակարգը ավելի ուժեղ էր, քան նրանք։ Նրանք շարունակում էին, որովհետև դադարելը նշանակում էր ընդունել, որ նրանց ամբողջ կյանքը եղել է սուտ։ Եվ դա էր ամենավատ ճշմարտությունը։ Ճանաչել, որ դու ապրել ես ոչ թե քո կյանքը, այլ այն կյանքը, որը ուրիշները որոշել են քեզ համար։ 1986 թվականի ձմեռը Կարպ Խաչվանկյանի առողջական վիճակը սկսեց արագորեն վատանալ։ Նա սկսեց ունենալ սրտի ցավեր ներկայացումների ժամանակ, բայց նա թաքցնում էր դրանք բոլորից։ Նա վախենում էր, որ եթե բժիշկները իմանան, նրանք կկարգադրեն հանգիստ, եւ Գևորգյանը կգտնի պատճառ, նրան տուգանելու կամ նույնիսկ փոխարինելու։ Կարպը նախընտրեց լռել եւ տառապել լռությամբ։ Բայց մի երեկո, ներկայացման ժամանակ, երբ նա եւ Սվետլանան կատարում էին իրենց ամենահայտնի երգը, Կարպը զգաց սուր ցավ կրծքավանդակում։ Նա դադարեց երգել եւ բռնեց կրծքավանդակը։ Սվետլանան նկատեց եւ անմիջապես դադարեցրեց երգը։ Նա մոտեցավ Կարպին եւ հարցրեց. «Ամեն ինչ լավ է»։ Կարպը նայեց նրան, եւ առաջին անգամ 14 տարվա ընթացքում Սվետլանան տեսավ նրա աչքերում ոչ թե ատելություն, այլ վախ։ Կարպը շշնջաց. «Օգնիր ինձ»։ Սվետլանան անմիջապես կանչեց օգնություն, եւ Կարպին տարան հիվանդանոց։ Բժիշկները ախտորոշեցին սրտի անբավարարություն եւ ասացին, որ Կարպը պետք է հանգստանա առնվազն 6 ամիս։ Բայց երբ Արամ Գևորգյանը լսեց այս լուրը, նա եկավ հիվանդանոց եւ ասաց բժիշկներին. «Կարպը պետք է վերադառնա բեմ 2 շաբաթից, գտեք ճանապարհ նրան բուժելու»։ Բժիշկները բողոքեցին, բայց Գևորգյանը սպառնաց նրանց. «Եթե Կարպը չվերադառնա, ես կապահով եմ, որ ձեր հիվանդանոցը կորցնի ֆինանսավորումը»։ Բժիշկները ստիպված էին ենթարկվել։ Նրանք տվեցին Կարպին դեղեր, որոնք ժամանակավորապես թեթևացնում էին ցավը, բայց չէին բուժում հիմնական խնդիրը։ Կարպը վերադարձավ բեմ 2 շաբաթ անց, թույլ, գունատ, բայց ստիպված շարունակել։ Ինչպես կարող էր համակարգը պահանջել, որ մահացող մարդը շարունակի ժպտալ եւ երգել։ Ով էր իրականում պատասխանատու, եթե Կարպը մեռներ բեմում։ Երբ Սվետլանա Գրիգորյանի մայրը Արփենիկ Գրիգորյանը Մորյանը մահացավ 1987 թվականի գարնանը, թաղման արարողությունից հետո ընտանիքը բացեց նրա անձնական արկղիկը՝ փայտե, հին, որը պահվում էր ննջասենյակի պահարանում։ Այնտեղ հին լուսանկարների եւ նամակների մեջ նրանք գտան փոքրիկ տետրակ, կապույտ կոշտ կազմով, որի յուրաքանչյուր էջ լի էր Արփենիկի ձեռագրով։ Սա օրագիր էր, որտեղ նա գրել էր իր խորագույն մտահոգությունները դստեր Սվետլանայի մասին։ Մի գրառումը թվագրված 1983 թվականի հոկտեմբերի 12-ով կարդում էր այսպես. «Այսօր Սվետան եկավ մեզ մոտ, կեսգիշերին, լացելով այնպես, որ ես երբեք չեմ տեսել»։ Նա ասաց, որ այլևս չի կարող շնչել, որ ամեն առավոտ արթնանում է մտածելով, թե ինչպես կարող է խուսափել այդ օրվա ներկայացումից։ Ես փորձեցի նրան համոզել դադարեցնել, բայց նա ասաց. «Մայրիկ, եթե ես դադարեցնեմ, նրանք կոչնչացնեն ինձ։ Նրանք ունեն իմ ստորագրությունը այնպիսի թղթերի վրա, որոնք կարող են ինձ բանտ նետել»։
Ես հարցրի ինչ թղթեր, բայց նա չպատասխանեց։ Նա պարզապես գրկեց ինձ եւ լաց եղավ մինչև առավոտ։ Երբ Սվետլանան կարդաց այս տողերը իր մոր թաղումից 3 օր անց, նա հասկացավ, որ նույնիսկ իր ամենամոտ մարդը չէր կարողացել փրկել իրեն։ Նա նստեց իր մոր դատարկ տան հատակին եւ զգաց, որ կորցրել է վերջին մարդուն, ով իսկապես հասկանում էր նրա ցավը։ Բայց ամենավատը դեռ առաջ էր։ Արփենիկի օրագրում կար եւս մեկ գրառում, թվագրված նրա մահից 2 շաբաթ առաջ։ Այնտեղ գրված էր. «Ես տեսա Արամ Գևորգյանին փողոցում։ Նա մոտեցավ ինձ եւ ասաց. «Ձեր դուստրը շատ բախտավոր է, որ ունի այսպիսի հնարավորություն»։ Շատ մարդիկ կտային ամեն ինչ լինելու նրա տեղում»։ Ես նրան պատասխանեցի. «Իմ դուստրը մեռնում է ամեն օր այդ բեմում»։ Եվ նա ժպտաց ու ասաց. «Մենք բոլորս ինչ-որ բանի համար ենք մեռնում, Արփենիկ ջան։ Սվետլանան մեռնում է փառքի համար»։ Ինչպես կարող էր Գևորգյանը խոսել Սվետլանայի մոր հետ այդպես, գիտենալով, թե ինչ է անում նրա դստեր հետ։ Ինչպիսի սառը արյուն պետք է ունենար մարդը, որպեսզի տեսներ ուրիշի տառապանքը եւ անվաներ այն փառք։ 1988 թվականի ամռանը Կարպ Խաչվանկյանը սկսեց ունենալ հիշողության խնդիրներ։ Նա մոռանում էր տեքստի տողերը, նույնիսկ այն երգերի, որոնք կատարել էր հազարավոր անգամներ։ Բեմում նա կանգ էր առնում, բերանը բաց, աչքերը դատարկ, եւ Սվետլանան ստիպված էր շշնջալ նրան հաջորդ տողերը։ Հանդիսատեսը սկսեց նկատել, եւ մարդիկ շշնջում էին. «Կարպը ծերացել է, Կարպը հոգնել է»։ Բայց ճշմարտությունը ավելի մութ էր։ Թատրոնի բժիշկ Գևորգ Մանուկյանը, ով հետագայում տեղափոխվեց Ռուսաստան եւ միայն այնտեղից համարձակվեց խոսել, բացահայտեց. Կարպին տալիս էին դեղեր, ուժեղ հանգստացնողներ եւ ցավազրկողներ, որpիսի նա կարողանա դիմանալ սրտի ցավերին եւ շարունակել խաղալ։ Բայց այդ դեղերը ունեին կողմնակի ազդեցություններ՝ հիշողության կորուստ, շփոթվածություն, հալուցինացիաներ։ Ես նախազգուշացրի Գևորգյանին, որ եթե Կարպը շարունակի այդ դեղերը ընդունել, նա կարող է կորցնել իր միտքը։ Գևորգյանը պատասխանեց. «Մեզ պետք է Կարպը բեմում, ոչ թե նրա միտքը»։ Բժիշկը շարունակեց. «Ես տեսա, թե ինչպես է Կարպը դառնում ստվեր։ Նա խոսում էր մարդկանց հետ, ովքեր այնտեղ չէին։ Նա պատմում էր պատմություններ, որոնք երբեք չէին տեղի ունեցել։ Մի անգամ նա ինձ ասաց. «Ես տեսնում եմ Սվետլանային իմ սենյակում գիշերները։ Նա կանգնած է անկյունում եւ նայում ինձ։ Նա ոչինչ չի ասում, պարզապես նայում է»։ Բժիշկը հարցրեց Կարպին. «Արդյոք Սվետլանան իսկապես այնտեղ է»։ Եվ Կարպը պատասխանեց. «Ես չգիտեմ, գուցե նա այնտեղ է, գուցե ես խելագարվում եմ, բայց ինչ տարբերություն, մենք երկուսս էլ ուրվականներ ենք»։ Ինչպես կարող էր համակարգը թույլ տալ, որ մարդը կորցնի իր միտքը, դեղերի ազդեցությամբ, որոնք տրվում էին միայն այն բանի համար, որ նա շարունակի աշխատել։ Ո՞վ էր իրականում պատասխանատու այս դանդաղ խելագարության համար։ Սվետլանա Գրիգորյանը նկատեց Կարպի փոփոխությունները եւ առաջին անգամ 15 տարվա ընթացքում զգաց ոչ թե ատելություն, այլ խղճահարություն։ Նա տեսավ, թե ինչպես է Կարպը պայքարում հիշելու տեքստը, ինչպես է նրա ձեռքերը դողում, երբ փորձում է բռնել միկրոֆոնը, ինչպես է նրա աչքերը կորցրել իրենց փայլը։ Մի երեկո ներկայացումից հետո, երբ բոլորը արդեն հեռացել էին, Սվետլանան գնաց Կարպի գրիմասենյակ։ Նա թակեց դուռը, բայց պատասխան չստացավ։ Նա բացեց դուռը եւ տեսավ Կարպին, նստած իր աթոռին, գլուխը ձեռքերի մեջ, լացող։ Սվետլանան մի պահ կանգ առավ, չգիտենալով ինչ անել։ Ապա նա մտավ ներս եւ նստեց Կարպի դիմաց։ Նա ասաց. «Կարպ, մենք պետք է խոսենք»։ Կարպը բարձրացրեց գլուխը եւ նայեց նրան։ Նրա աչքերը կարմիր էին, դեմքը ուռած։ Նա ասաց. «Ինչ մասին խոսել, Սվետլանա։ Մենք արդեն ասել ենք միմյանց ամեն ինչ, 15 տարի շարունակ, ամեն երեկո, բեմում»։ Սվետլանան շարունակեց. «Ոչ, մենք երբեք չենք խոսել իրականում։ Մենք խաղացել ենք Քնյազին եւ Ռոզան, բայց Կարպն ու Սվետլանան երբեք չեն խոսել»։ Կարպը լռեց մի պահ, ապա ասաց. «Եվ ինչ ենք մենք ասելու միմյանց, որ ես քեզ ատում եմ, որ դու խորհրդանշում ես այն ամենը, ինչ ես կորցրել եմ, որը որ ամեն անգամ, երբ տեսնում եմ քեզ, հիշում եմ, որ իմ կյանքը այլևս ինձ չի պատկանում»։ Սվետլանան զգաց, թե ինչպես է արցունքները լցվում նրա աչքերը։ Նա ասաց. «Կարպ, ես երբեք չեմ ուզել սա։ Ես երբեք չեմ ուզել, որ դու ինձ ատես։ Ես պարզապես ուզում էի երգել, ուզում էի լինել դերասանուհի։ Ես չգիտեի, որ դա կդառնա մեր երկուսի համար բանդ»։ Կարպը նայեց Սվետլանային, երկար, լուռ։ Ապա նա ասաց. «Ես գիտեմ։ Ես միշտ գիտել եմ, որ դու զոհ ես, ինչպես ես, բայց ատելությունը ավելի հեշտ էր, քան ճանաչելը, որ մենք երկուսս էլ անզոր ենք»։ Սվետլանան մոտեցավ Կարպին եւ առաջին անգամ 15 տարվա ընթացքում դիպավ նրա ձեռքին։ Նա ասաց. «Մենք պետք է գտնենք ելք։ Մենք չենք կարող շարունակել այսպես։ Դու մեռնում ես, Կարպ»։
Ես տեսնում եմ դա։ Կարպը ժպտաց, դառն, հոգնած ժպիտով։ Նա ասաց. Մենք երկուսս էլ մեռնում ենք, Սվետլանա։ Պարզապես տարբեր արագությամբ։ Դու մեռնում ես ներսից, ես մեռնում եմ դրսից։ Բայց արդյունքը նույնն է։ Նրանք նստեցին լռության մեջ, երկու մարդիկ, ովքեր 15 տարի ատել էին միմյանց, բայց հիմա հասկացան, որ նրանց ատելությունը եղել է միայն պաշտպանական մեխանիզմ, չտեսնելու իրենց իսկական թշնամուն։ Իսկական թշնամին եղել է համակարգը, այն անտեսանելի ցանցը, որը բռնել էր նրանց եւ չէր թողնում փախչել։ Սվետլանան հարցրեց. Ինչ ենք մենք անելու։ Կարպը պատասխանեց. Ես չգիտեմ, բայց գուցե առաջին քայլը պետք է լինի դադարեցնել միմյանց ատելը եւ սկսել ատել նրանց, ովքեր իսկապես տել նրանց, ովքեր իսկապես մեղավոր են։ Այդ գիշեր Պարպն ու Սվետլանան խոսեցին 3 ժամ շարունակ։ Առաջին անգամ իսկապես խոսեցին, ոչ թե որպես Քնյազ եւ Ռոզա, այլ որպես Կարպ եւ Սվետլանա։ Նրանք պատմեցին միմյանց իրենց վախերը, իրենց ցավերը, իրենց երազները, որոնք մեռել էին ինչ-որտեղ տաքսի հազարավոր ներկայացումների մեջ։ Եվ երբ նրանք հեռացան այդ գիշեր, նրանք արդեն չէին թշնամիներ։ Նրանք դարձել էին դաշնակիցներ, երկու գերիներ, ովքեր որոշել էին միասին պայքարել իրենց ազատության համար։ 1989 թվականի գարնանը Կարպն ու Սվետլանան սկսեցին գաղտնի պլանավորել իրենց փախուստը։ Նրանք հանդիպում էին գիշերները, Սվետլանայի բնակարանում, որտեղ նրանք համոզված էին, որ ոչ ոք չի լսում։ Նրանք քննարկում էին տարբեր տարբերակներ, ինչպես կարող են միաժամանակ լքել թատրոնը, ինչպես կարող են խուսափել Գևորգյանի սպառնալիքներից, ինչպես կարող են սկսել նոր կյանք։ Բայց ամեն տարբերակ ուներ իր խոչընդոտները։ Եթե նրանք լքեին միաժամանակ, Գևորգյանը անմիջապես կհասկանար, որ նրանք դաշինք են կազմել եւ կօգտագործեր իր բոլոր կապերը նրանց կանգնեցնելու համար։ Եթե նրանք լքեին առանձին, մյուսը կմնար գերի եւ կտառապեր ավելի շատ։ Սվետլանան առաջարկեց. Գուցե մենք պետք է հրապարակայնորեն խոսենք։ Գուցե մենք պետք է պատմենք ժողովրդին ճշմարտությունը։ Կարպը ժպտաց դառնորեն եւ ասաց. Ժողովուրդը չի ուզում լսել ճշմարտությունը։ Նրանք ուզում են հավատալ, որ Կնյազն ու Ռոզան իրական են։ Եթե մենք ասենք նրանց, որ ամեն ինչ սուտ է, նրանք կատեն մեզ, ոչ թե Գևորգյանին։ Նրանք հասկացան, որ գտնվում են անելանելի իրավիճակում։ Ամեն ճանապարհ, որը նրանք տեսնում էին, տանում էր դեպի ավելի մեծ տառապանք, բայց նրանք չէին կարող հանձնվել։ Նրանք որոշեցին, որ պետք է գտնեն ինչ-որ մեկին, ով կարող է օգնել նրանց, ինչ-որ մեկին, ով ունի ուժ եւ ազդեցություն, կանգնելու Գևորգյանի դեմ։ Բայց ով էր այդ մարդը։ Ով էր պատրաստ ռիսկի դնել իր դիրքը եւ իր անվանումը երկու դերասանների համար, ովքեր ամբողջ աշխարհի համար թվում էին երջանիկ եւ հաջողված։ Մի գիշեր, երբ Կարպն ու Սվետլանան նստած էին Սվետլանայի խոհանոցում, խմելով թեյ եւ քննարկելով իրենց անելանելի իրավիճակը, հանկարծ դռան զանգը հնչեց։ Սվետլանան վախեցավ։ Ժամը կեսգիշեր էր եւ նա ոչ ոքի չէր սպասում։ Նա գնաց դեպի դուռը եւ հարցրեց. Ո՞վ է։ Ձայնը պատասխանեց. Բացեք, Սվետլանա ջան, ես եմ, Արմեն Պետրոսյանը։ Սվետլանան ճանաչեց անունը։ Դա մշակույթի նախարարության ներկայացուցիչն էր։ Այն մարդը, ով ներկա էր եղել Գևորգյանի գաղտնի հանդիպմանը 1984 թվականին։ Սվետլանան նայեց Կարպին, վախով, բայց Կարպը ասաց. Բացիր, գուցե սա մեր միակ հնարավորությունն է։ Սվետլանան բացեց դուռը, եւ Պետրոսյանը մտավ ներս, նայելով շուրջը, կարծես վախենում էր, որ ինչ-որ մեկը հետևել է իրեն։ Նա նստեց սեղանի մոտ եւ ասաց. Ես գիտեմ, որ դուք պլանավորում եք փախչել։ Ես գիտեմ, որ դուք հանդիպում եք գիշերները եւ քննարկում եք ձեր տարբերակները։ Կարպը սառեց։ Նա հարցրեց. Ինչպես եք դուք գիտում։ Պետրոսյանը ասաց. Որովհետեւ Գևորգյանը ինձ ասաց. Նա ունի մարդիկ, ովքեր հետևում են ձեզ։ Նա գիտի ձեր ամեն քայլը։ Սվետլանան զգաց, թե ինչպես է նրա աշխարհը փլուզվում։ Նա հարցրեց. Ապա ինչու եք դուք այստեղ։ Եկել եք մեզ սպառնալու։ Պետրոսյանը ժպտաց տխուր ժպիտով։ Նա ասաց. Ոչ, ես եկել եմ ձեզ օգնելու։ Արմեն Պետրոսյանը հանեց իր պայուսակից մի ծրար փաստաթղթերով։ Նա դրեց դրանք սեղանի վրա եւ ասաց. Սրանք պատճեններ են այն պայմանագրերի, որոնք դուք ստորագրել եք Գևորգյանի հետ։ Ես ուսումնասիրել եմ դրանք, եւ կան իրավական խախտումներ։ Գևորգյանը օգտագործել է ձեր անփորձությունը եւ ստիպել ձեզ ստորագրել պայմանագրեր, որոնք ոչ իրավաչափ են։ Եթե մենք դիմենք դատարան, մենք կարող ենք անվավեր հայտարարել այդ պայմանագրերը։ Կարպը նայեց փաստաթղթերին, չհավատալով իր աչքերին։ Նա հարցրեց. Ինչու եք դուք սա անում։
Դուք Գևորգյանի դաշնակիցն եք։ Պետրոսյանը ասաց. Ես եղել եմ նրա դաշնակից, որովհետև վախենում էի, բայց ես այլևս չեմ կարող լռել։ Ես տեսել եմ, թե ինչ է Գևորգյանը անում ձեզ հետ, եւ ես չեմ կարող ապրել այդ մեղքով։ Նա շարունակեց. 1984 թվականին, երբ ես նստած էի այդ գաղտնի հանդիպման մեջ եւ լսում, թե ինչպես են նրանք պլանավորում ձեզ վերահսկել, ես զգացի ամոթ, բայց ես լռեցի, որովհետև վախենում էի կորցնել իմ պաշտոնը։ Հիմա ես հասկանում եմ, որ կան բաներ, որոնք ավելի կարևոր են, քան պաշտոնը։ Սվետլանան զգացհույս, առաջին անգամ տարիներ շարունակ։ Նա հարցրեց. Ինչ պետք է մենք անենք։ Պետրոսյանը ասաց. Մենք պետք է հավաքենք ապացույցներ Գևորգյանի անօրինական գործողությունների մասին։ Մենք պետք է գտնենք այլ մարդկանց, ովքեր տուժել են նրանից։ Եվ ապա մենք պետք է դիմենք դատարան, ոչ միայն ձեր պայմանագրերը անվավեր հայտարարելու համար, այլև Գևորգյանին պատասխանատվության ենթարկելու համար։ Կարպը հարցրեց. Եվ եթե մենք պարտվենք, եթե Գևորգյանը օգտագործի իր կապերը եւ մենք ոչինչ չհասնենք։ Պետրոսյանը նայեց նրան եւ ասաց. Ապա գոնե մենք փորձել ենք։ Ապա գոնե մենք չենք մեռնում հանձնվելով։ Մենք մեռնում ենք պայքարելով։ Այդ գիշեր Կարպն ու Սվետլանան հասկացան, որ նրանք այլևս մենակ չեն։ Նրանք ունեին դաշնակից, մարդ, ով պատրաստ էր ռիսկի դնել ամեն ինչ նրանց օգնելու համար։ Եվ առաջին անգամ 15 տարվա ընթացքում նրանք զգացին, որ գուցե փախուստը հնարավոր է, գուցե նրանք կարող են ազատվել այդ ոսկե վանդակից, որը դարձել էր նրանց գերեզման։ Երբ Արամ Գևորգյանի անձնական հաշվապահ Սիրանուշ Ավագյանը 1989 թվականի աշնանը հանկարծ հեռացավ Երևանից, առանց նախազգուշացման։ Նրա գրասեղանի դարակում մնաց փոքրիկ տետրակ, սև կաշվե կազմով, որտեղ նա մանրակրկիտ գրանցել էր Գևորգյանի բոլոր ֆինանսական գործարքները վերջին 10 տարիների ընթացքում։ Այդ տետրակը պատահականորեն գտավ մաքրուհի Նունե Սարգսյանը, երբ լվանում էր գրասենյակը, եւ նա չգիտենալով ինչ անել, տարավ այն տուն եւ թաքցրեց իր անկողնու տակ։ Տետրակի մեջ մի գրառումը թվագրված 1986 թվականի փետրվարի 21-ով բացահայտում էր այն, ինչ Կարպն ու Սվետլանան երբեք չէին իմացել։ Այնտեղ գրված էր. Այսօր Գևորգյանը ստացավ վճարում 200,000 ռուբլի Մոսկվայի թատերական ընկերությունից տաքսի հեղինակային իրավունքների համար։ Կարպն ու Սվետլանան ոչինչ չստացան, թեև պայմանագրով նրանք պետք է ստանային 20%։ Գևորգյանը ինձ ասաց. նրանք երբեք չպետք է իմանան այս գումարների մասին։ Եթե նրանք իմանան, որ ես վաստակում եմ միլիոններ նրանց աշխատանքից, նրանք կպահանջեն իրենց բաժինը։ Այս տողերը ցույց էին տալիս, որ Գևորգյանը ոչ միայն պահում էր Կարպին ու Սվետլանային որպես գերիներ, այլև գողանում էր նրանց վաստակած փողերը։ Նա շահագործում էր նրանց տաղանդը եւ վաճառում էր այն ամենաբարձր գնով, մինչդեռ նրանք ստանում էին միայն իրենց սովորական աշխատավարձը 200 ռուբլի ամսական։ Երբ Արմեն Պետրոսյանը իմացավ այս տետրակի գոյության մասին, մաքրուհի Նունեի միջոցով, ով վախենալով եկավ նրա մոտ, նա անմիջապես հասկացավ, որ սա այն ապացույցն է, որը նրանք փնտրում էին։ Սա էր այն փաստաթուղթը, որը կարող էր ոչնչացնել Գևորգյանին եւ ազատել Կարպին ու Սվետլանային։ Բայց Պետրոսյանը նաեւ գիտեր, որ եթե Գևորգյանը իմանար այս տետրակի մասին, նա կաներ ամեն ինչ, այն ոչնչացնելու համար, նույնիսկ եթե դա նշանակեր սպանություն։ Ինչպես կարող էին նրանք օգտագործել այս ապացույցը առանց վտանգելու իրենց կյանքերը։ Ինչպես կարող էին նրանք բացահայտել Գևորգյանի ճշմարտական դեմքը առանց դառնալու նրա վրեժխնդրության զոհերը։ 1989 թվականի նոյեմբերի սկզբին Արմեն Պետրոսյանը կազմակերպեց գաղտնի հանդիպում, ներկա էին Կարպը, Սվետլանան եւ 3 այլ մարդիկ, ովքեր նույնպես տուժել էին Գևորգյանից։ Առաջինը եղավ դերասան Վահագն Մկրտչյանը, ով խաղացել էր տաքսիում երկրորդական դիում երկրորդական դեր եւ ում Գևորգյանը հեռացրել էր ներկայացումից, երբ նա պահանջեց ավելի բարձր վարձատրություն։ Վահագնը պատմեց. Գևորգյանը ոչ միայն հեռացրեց ինձ, այլև ապահովեց, որ ես այլևս չգտնեմ աշխատանք ոչ մի թատրոնում Երևանում։ Նա զանգահարեց բոլոր տնօրենների եւ ասաց նրանց. եթե դուք վարձեք Վահագնին, ես կդադարեցնեմ համագործակցությունը ձեզ հետ։ Ես մնացի առանց եկամտի 3 տարի շարունակ։ Երկրորդը եղավ երգչուհի Գայանե Հովանիսյանը, ով պետք է փոխարիներ Սվետլանային, երբ նա հիվանդացել էր 1982 թվականին։ Գայանեն ասաց. Գևորգյանը ինձ խոստացավ, որ եթե ես լավ կատարեմ, նա կտա ինձ մշտական դեր ներկայացումում։ Բայց երբ Սվետլանան վերադարձավ, Գևորգյանը ինձ հեռացրեց առանց վճարելու իմ աշխատանքի համար։ Երբ ես պահանջեցի իմ փողերը, նա սպառնաց ինձ. Եթե դուք շարունակեք բողոքել, ես կապահովեմ, որ ձեր անունը կապված լինի սկանդալի հետ, եւ ոչ ոք այլևս չի ուզի աշխատել ձեզ հետ։
Երրորդը եղավ երաժիշտ Արտակ Գրիգորյանը, ով նվագել էր տաքսի նվագախմբում 10 տարի եւ ում Գևորգյանը հեռացրել էր, երբ նա բողոքեց ցածր աշխատավարձի դեմ։ Արտակը պատմեց. Մենք երաժիշտները ստանում էինք 150 ռուբլի ամսական, մինչդեռ Գևորգյանը վաստակում էր հազարավոր ռուբլի նմեր։ Հազարավոր ռուբլիներ յուրաքանչյուր ներկայացումից։ Երբ մենք պահանջեցինք արդար վարձատրություն, նա մեզ ասաց. «Դուք փոխարինելի եք։ Ես կարող եմ գտնել 10 այլ երաժիշտներ, ովքեր կաշխատեն ձեր գնով»։ Այս 3 մարդիկ, ինչպես նաև Կարպն ու Սվետլանան, ունեին իրենց պատմությունները Գևորգյանի շահագործման, սպառնալիքների եւ վրեժ խնդրության մասին։ Պետրոսյանը հասկացավ, որ եթե նրանք միավորեն իրենց ուժերը, նրանք կարող են ստեղծել հզոր գործ Գևորգյանի դեմ։ Բայց նա նաև գիտեր, որ Գևորգյանը չի հանձնվի առանց պայքարի։ Նա ունի կապեր, ունի փող, ունի ազդեցություն, եւ նա կօգտագործի այդ ամենը, ոչնչացնելու նրանց։ 1989 թվականի դեկտեմբերի 15-ին Արմեն Պետրոսյանը ներկայացրեց պաշտոնական բողոք դատախազությանը Արամ Գևորգյանի դեմ։ Բողոքում նշված էին բազմաթիվ մեղադրանքներ, ֆինանսական խարդախություն, պայմանագրային պարտավորությունների խախտում, աշխատողների շահագործում, սպառնալիքներ եւ վրեժ խնդրություն։ Պետրոսյանը կցել էր հաշվապահ Սիրանուշ Ավագյանի տետրակի պատճենները, ինչպես նաև վկայությունները Վահագն Մկրտչյանի, Գայանե Հովանիսյանի եւ Արտակ Գրիգորյանի կողմից։ Նա նաև ներառել էր Կարպի եւ Սվետլանայի պայմանագրերի վերլուծություն, որը ցույց էր տալիս իրավական խախտումները։ Երբ Գևորգյանը իմացավ բողոքի մասին, նա անմիջապես գործի անցավ։ Նա զանգահարեց իր բոլոր կապերին՝ դատախազությունում, մշակույթի նախարարությունում, քաղաքապետարանում։ Նա փորձեց ճնշում գործադրել Պետրոսյանի վրա, հետ կանչելու բողոքը։ Նա նույնիսկ ուղարկեց իր մարդկանց՝ սպառնալու Կարպին ու Սվետլանային։ Մի երեկո, երբ Սվետլանան վերադառնում էր տուն փորձից, երկու անծանոթ մարդիկ մոտեցան նրան մութ փողոցում։ Նրանցից մեկը ասաց. «Սվետլանա ջան, դուք սխալ ճանապարհ եք ընտրել։ Եթե դուք շարունակեք այս բողոքը, ձեր ընտանիքը կտուժի։ Ձեր հայրը, ձեր քույրը, նրանք բոլորը կտուժեն»։ Սվետլանան զգաց սարսափ, բայց նա չհանձնվեց։ Նա անմիջապես զանգահարեց Պետրոսյանին եւ պատմեց դեպքի մասին։ Պետրոսյանը ասաց. «Սա ապացույց է, որ Գևորգյանը վախենում է։ Նա օգտագործում է սպառնալիքներ, որովհետև գիտի, որ մենք ճիշտ ենք»։ Նա ավելացրեց. «Մենք պետք է լինենք ուժեղ։ Մենք պետք է չվախենանք։ Եթե մենք հանձնվենք հիմա, Գևորգյանը հաղթել է»։ Կարպը նույնպես ստացավ սպառնալիքներ։ Նրա բնակարանի դուռը գտան գրություն. «Դադարեցրու, մինչև ուշ չէ»։ Բայց Կարպը, ով 15 տարի ապրել էր վախի մեջ, այլևս չէր վախենում։ Նա ասաց Սվետլանային. «Մենք արդեն կորցրել ենք ամեն ինչ։ Մեզ այլևս կորցնելու բան չկա, բացի մեր արժանապատվությունից։ Եվ ես չեմ թողնի, որ Գևորգյանը խլի նաև այն»։ 1991 թվականի հունվարի 28-ին դատախազությունը պաշտոնապես սկսեց քրեական գործ Արամ Գևորգյանի դեմ։ Լուրը տարածվեց Երևանում որպես հրդեհ։ Մարդիկ չէին կարող հավատալ, որ հայտնի պրոդյուսերը, ով ստեղծել էր տաքսին, ազգային սիրված ներկայացումը, մեղադրվում է խարդախության եւ շահագործման մեջ։ Մամուլը սկսեց գրել հոդվածներ, հեռուստատեսությունը սկսեց ցույց տալ հաղորդումներ։ Կարպն ու Սվետլանան տվեցին իրենց առաջին հրապարակային հարցազրույցը, ոչ թե որպես Կնյազ եւ Ռոզա, այլ որպես Կարպ եւ Սվետլանա։ Նրանք պատմեցին ճշմարտությունը, թե ինչպես են նրանք 15 տարի եղել գերիներ, թե ինչպես են նրանք ստիպված եղել ատել միմյանց, թե ինչպես է Գևորգյանը շահագործել նրանց եւ գողացել նրանց փողերը։ Հանրային արձագանքը եղավ խառը։ Ոմանք հավատացին նրանց եւ աջակցեցին նրանց պայքարին։ Ուրիշներ մեղադրեցին նրանց. «Դուք ոչնչացնում եք մեր երազանքները։ Մենք ուզում էինք հավատալ, որ Կնյազն ու Ռոզան իրական են»։ Բայց Կարպն ու Սվետլանան այլևս չէին հետաքրքրվում, թե ինչ են մտածում ուրիշները։ Նրանք պայքարում էին իրենց ազատության համար, եւ ոչինչ չէր կարող նրանց կանգնեցնել։ Գևորգյանը փորձեց պաշտպանվել։ Նա վարձեց լավագույն փաստաբաններին։ Նա տվեց հարցազրույցներ, ուր ասաց, որ Կարպն ու Սվետլանան անբարեխիղճ են եւ փորձում են ոչնչացնել այն, ինչ նա ստեղծել է։ Նա նույնիսկ փորձեց ներկայացնել ինքն իրեն որպես զոհ։ «Ես տվեցի նրանց ամեն ինչ՝ փառք, փող, սեր, եւ հիմա նրանք դավաճանում են ինձ»։ Բայց հանրությունը սկսեց տեսնել Գևորգյանի ճշմարտական դեմքը։ Ավելի ու ավելի շատ մարդիկ սկսեցին հավատալ Կարպին ու Սվետլանային, եւ Գևորգյանը զգաց, թե ինչպես է նրա կառուցած կայսրությունը փլուզվում նրա շուրջը։ Դատական գործընթացը տևեց 6 ամիս։ Դատարանում ներկայացվեցին բազմաթիվ ապացույցներ. հաշվապահ Սիրանուշ Ավագյանի տետրակը, պայմանագրերը, վկաների ցուցմունքները։ Կարպն ու Սվետլանան կանգնեցին դատարանում եւ պատմեցին իրենց պատմությունը, ամբողջությամբ, առանց թաքցնելու ոչինչ։ Նրանք խոսեցին իրենց ցավի մասին, իրենց վախի մասին, իրենց հուսահատության մասին։
Սվետլանան լաց եղավ, երբ պատմեց, թե ինչպես է նա կորցրել իր մորը, առանց կարողանալու ազատել նրան իր մտահոգություններից։ Կարպը ցույց տվեց իր բժշկական փաստաթղթերը, որոնք ապացուցում էին, որ նրա սրտի խնդիրները սկսվել են այն ժամանակ, երբ նա ստիպված էր շարունակել աշխատել, չնայած բժիշկների նախազգուշացումներին։ Գևորգյանի փաստաբանները փորձեցին արդարացնել նրան, բայց ապացույցները շատ ուժեղ էին։ 1991 թվականի հուլիսի 19-ը դատարանը կայացրեց վճիռը։ Արամ Գևորգյանը մեղավոր ճանաչվեց ֆինանսական խարդախության, պայմանագրային պարտավորությունների խախտման եւ աշխատողների շահագործման մեջ։ Նրան դատապարտվեց 5 տարի ազատազրկման եւ պարտավորեցվեց վճարել փոխհատուցում Կարպին, Սվետլանային եւ այլ տուժածներին։ Ընդհանուր գումարը 150,000 ռուբլի։ Կարպի եւ Սվետլանայի պայմանագրերը անվավեր հայտարարվեցին եւ նրանք ազատվեցին իրենց պարտավորություններից Գևորգյանի նկատմամբ։ Երբ դատավորը կարդաց վճիռը, Սվետլանան բռնեց Կարպի ձեռքը եւ սեղմեց այն։ Նրանք նայեցին միմյանց աչքերին եւ առաջին անգամ 15 տարվա ընթացքում տեսան միմյանց մեջ ոչ թե թշնամիներ, այլ դաշնակիցներ, երկու մարդիկ, ովքեր միասին պայքարել էին եւ հաղթել էին։ Նրանք վերջապես ազատ էին։ Բայց ազատությունը եկավ գնով։ Տաքսին փակվեց անմիջապես դատավճռից հետո։ Թատրոնի տնօրենությունը որոշեց, որ առանց Գևորգյանի եւ առանց Կարպի ու Սվետլանայի, ովքեր հայտարարեցին, որ այլևս երբեք չեն խաղա այդ դերերը, ներկայացումը չի կարող շարունակվել։ 250 մարդ, դերասաններ, երաժիշտներ, տեխնիկական անձնակազմ մնացին առանց աշխատանքի։ Ոմանք մեղադրեցին Կարպին ու Սվետլանային, դուք ոչնչացրիք մեր աշխատանքը։ Բայց ավելի շատ մարդիկ հասկացան, որ իրական մեղավորը Գևորգյանն էր, ով կառուցել էր իր կայսրությունը շահագործման եւ սուտի վրա։ Կարպն ու Սվետլանան փորձեցին սկսել նոր կյանք։ Կարպը ստացավ առաջարկ դասավանդել դերասանական վարպետություն Երևանի Թատերական ինստիտուտում։ Նա ընդունեց եւ գտավ խաղաղություն, փոխանցելով իր գիտելիքները նոր սերնդին։ Սվետլանան որոշեց հեռանալ բեմից եւ նվիրվել երաժշտության դասավանդմանը։ Նա բացեց փոքրիկ երաժշտական դպրոց երեխաների համար, որտեղ նա սովորեցնում էր նրանց ոչ միայն երգել, այլև սիրել արվեստը, առանց դառնալ դրա գերիները։ Նրանք երկուսն էլ գտան այն, ինչ կորցրել էին 15 տարի առաջ՝ ազատությունը ընտրելու իրենց սեփական ճանապարհը։ Նրանք այլևս չէին Կնյազն ու Ռոզան, նրանք էին Կարպն ու Սվետլանան, երկու մարդիկ, ովքեր վերապրել էին դժոխքը եւ դուրս եկել ավելի ուժեղ։ Նրանք երբեք չդարձան մոտ ընկերներ, վերքերը շատ խորն էին, բայց նրանք ունեին փոխադարձ հարգանք եւ հասկացողություն։ Նրանք գիտեին, թե ինչ է միմյանցը անցել, եւ դա բավական էր։ Արամ Գևորգյանը մտավ բանտ 1991 թվականի օգոստոսին։ Նա ծառայեց 3 տարի իր 5 տարվա դատավճռից, ազատվելով վաղաժամկետ, լավ վարքագծի համար։ Երբ նա դուրս եկավ բանտից 1994 թվականին, նա փորձեց վերադառնալ թատերական բիզնես, բայց ոչ ոք չուզեց աշխատել նրա հետ։ Նրա անունը դարձել էր հոմանիշ շահագործման եւ խարդախության։ Նա ապրեց իր վերջին տարիները մենակությունում, փոքրիկ բնակարանում, մոռացված եւ արհամարհված։ Երբ նա մահացավ 2002 թվականին 75 տարեկան հասակում, նրա թաղմանը ներկա էին միայն 5 մարդ։ Ոչ Կարպը, ոչ Սվետլանան չեկան։ Նրանք արդեն փակել էին այդ գլուխը իրենց կյանքում։ Գևորգյանի մահվան լուրը լսելով Սվետլանան ասաց. «Ես չեմ զգում ուրախություն, բայց նաև չեմ զգում ցավ։ Ես զգում եմ միայն դատարկություն»։ Նա վատնեց իր կյանքը, փորձելով վերահսկել ուրիշների կյանքերը եւ վերջում մնաց ոչնչով։ Կարպը ավելացրեց. «Նրա ամենամեծ պատիժը եղավ ոչ թե բանտը, այլ այն, որ նա կորցրեց ամեն ինչ. իր հարգանքը, իր անունը, իր ազդեցությունը։ Նա մեռավ որպես ոչ ոք, եւ դա ավելի վատ է, քան ցանկացած բանտ»։ Կարպ Խաչվանկյանը շարունակեց դասավանդել մինչև 2012 թվականը, երբ նրա առողջությունը վերջնականապես վատացավ։ Նա հեռացավ այս աշխարհից 2014 թվականին 81 տարեկան հասակում, իր տանը, շրջապատված իր ուսանողներով եւ ընկերներով։ Նրա վերջին խոսքերը եղան. «Ես ապրեցի երկու կյանք, առաջինը որպես գերի, երկրորդը որպես ազատ մարդ։ Երկրորդը կարճ էր, բայց այն արժեր ամեն ինչը»։ Նրա թաղմանը եկան հարյուրավոր մարդիկ, նրա ուսանողները, գործընկերները, բարեկամները։ Սվետլանան կանգնեց գերեզմանի մոտ եւ ասաց. «Կարպ, մենք սկսեցինք որպես թշնամիներ, բայց վերջացրինք որպես դաշնակիցներ։ Դու ինձ սովորեցրիր, որ ազատությունը ավելի կարևոր է, քան փառքը։ Հանգստացիր խաղաղությամբ»։ Սվետլանա Գրիգորյանը շարունակեց դասավանդել մինչև 2019 թվականը։ Նա հեռացավ այս աշխարհից 2021 թվականին 76 տարեկան հասակում։
նրա վերջին ցանկությունը եղավ, որ նրա թաղման ժամանակ երգեն ոչ թե տաքսի-տաքսիի երգերը, այլ հին հայկական ժողովրդական երգեր, այն երգերը, որոնք նա սիրում էր երեխայության ժամանակ, մինչև դառնալը Ռոզա։ Նրա թաղմանը եկան նրա ուսանողները, նրա ընտանիքը, նրա բարեկամները։ Մարդիկ հիշեցին նրան ոչ թե որպես Ռոզա, այլ որպես Սվետլանա, ուսուցչուհի, մայր, ընկեր, կին, ով պայքարեց իր ազատության համար եւ հաղթեց։ Այսօր, երբ մարդիկ հիշում են տաքսի-տաքսին, նրանք հիշում են ոչ միայն երգերը եւ կատակները, այլև այն ճշմարտությունը, որը թաքնված էր վարագույրի հետևում։ Նրանք հիշում են Կտարպին ու Սվետլանային ոչ թե որպես կնյազ եւ Ռոզա, այլ որպես երկու մարդիկ, ովքեր դարձան խորհրդանիշ պայքարի, համակարգի դեմ, որը փորձում էր վերածել արվեստագետներին ապրանքների։ Նրանց պատմությունը դարձավ դաս նոր սերնդի համար, որ փառքը եւ հաջողությունը չեն նշանակում ոչինչ, եթե դու կորցրել ես քո ազատությունը եւ քո ինքնությունը։ Երևանի թատերական թանգարանում այսօր պահվում է այն կարմիր ծրարը, որը Կարպը թաքցրել էր իր գրասեղանի դարակում, կնքված մոմով։ Այն բացվեց 2014 թվականին, Կարպի մահիցից հետո, եւ նրա խոստովանությունը կարդացվեց հանրությանը։ Այնտեղ նա գրել էր. «Եթե դուք կարդում եք սա, նշանակում է ես եւ Սվետլանան արդեն չենք այս աշխարհում։ Ես ուզում եմ, որ աշխարհը իմանա ճշմարտությունը։ Տաքսի-տաքսին եղավ մեր փառքը եւ մեր անեծքը։ Այն տվեց մեզ ամեն ինչ եւ խլեց ամեն ինչ։ Բայց ամենակարևորը, այն սովորեցրեց մեզ, որ ազատությունը ամենաթանկ բանն է, եւ եթե դու կորցնում ես այն, դու կորցնում ես ինքդ քեզ»։ Ընկերներ, ինչպես եք դուք վերաբերվում Կարպ Խաչվանկյանին եւ Սվետլանա Գրիգորյանին։ Արդյոք նրանք զոհեր էին համակարգի, որը վերածեց արվեստագետներին ապրանքների, թե իրենք էին մեղավոր, որ ընդունեցին այն պայմանները, որոնք նրանց առաջարկվեցին։ Արդյոք նրանց պատմությունը դաս է մեզ համար, այսօրվա արվեստագետների, ովքեր նույնպես կարող են հայտնվել նմանատիպ իրավիճակում։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մեզ համար կարևոր է իմանալ, արդյոք ձեր քաղաքում հիշում են նրանց որպես կնյազ եւ Ռոզա, թե որպես Կարպ եւ Սվետլանա։ Սեղմեք հավանել, եթե կարծում եք, որ ճշմարտությունը միշտ պետք է բացահայտվի, եւ բաժանորդագրվեք մեր ալիքին ավելի շատ պատմություններ լսելու համար այն մարդկանց մասին, ովքեր պայքարեցին իրենց ազատության համար։